Բարև բոլորին, ձեր է Զիֆը և գնացինք։ Ժողովուրդ ջան, այսօր մենք խաղալու ենք Brawl Stars։ Այսօր ես խաղալու եմ Նանիով, որով ընդհանրապես չեմ խաղացել, նոր եմ այդ խաղացողը հանել ու դեռ չեմ հասցրել ընդհանրապես իրանով խաղալ։ Ու դրա համար այսօր կփորձենք անել իրեն միջին բանով։ Խաղանք Trino Stalknavenia և գնացինք։ Ժողովուրդ ջան, կներեք, որ երկար ժամանակը վիդեոներ չէի նկարում, բայց անպայման դիտեք Մրգավետ Արմենիա և Աշոտ խաղը, հետաքրքիր խաղ է եղել, խաղի վերջնարդյունքը չեմ ասի, դուք կմտնեք ինքնուրույն կնայեք։ Ուրեմն մենք ստեղծել ենք սենց ասած մեր UEFA-ն ու մեր լիգան ենք ստեղծել, մեր կանոններով, այսինքն մեր ֆուտբոլը էլի, ու հետաքրքիր է լինելու, այդպես խաղերը մենք նկարահանելու ենք և տեսահոլովակը գցելու ենք YouTube, որպեսզի ձեզ հետաքրքիր լինի, ավելի ճիշտ բոլորին էլ հետաքրքիր է լինելու դրանից։ Հիմա մի հատ նորից սկսեմ, անցած խաղը ուղղակի խոսում էի, չհասցրեցի։ Ուրեմն այդ խաղը անցած որ խաղացել ենք, դա մեր լիգան էր, լիգայի աղյուսակը սա է։ Եթե տեսակ, այսօր խաղում էին մենք, այսինքն Մրգավետ Արմենիան և Աշոտ թիմը, ուղղակի նրանք անուն հələ դեռ չեն մտածել, դրա համար է տենց թմի ավագի անունով է։ Եվ բոլոր տեսահոլովակները դիտեք, որովհետև սրանից հետո արդեն ես կփորձեմ արդեն ամեն 2 օրը տեսահոլովակներ հանել, որպեսզի ձեզ հետաքրքիր լինի։ Ուստեղ ինչ են անում ուղղակի մեր թմակիցները, զարմանում եմ։ Մի անգամ մահացա ու մի անգամից էս բաներ են անում։ Դե բոտեր են էլի սրանք։ Դե բոտեր չեն, իսկական խաղացող են, բայց խաղալ չգիտեն։ Նայեք, բոլորը բրոնզա են, այնց խաղացող կա, որ ընդհանրապես ոչի բան չխաղացել։ Թույլ խաղացողներ են, որ նոր են էլի սկսել խաղալ։ Ես նոր չեմ սկսել խաղալ, հա նոր եմ սկսել խաղալ, բայց շատ նոր չէ, բայց արդեն ես իմ ակաունտում ունեմ հզոր Բարլի 870 կուբկ, այսինքն գավաթ, և ուզում եմ նրան հանել տոփ Հայաստանում։ Դե այսօր չուզեցի նրանով խաղալ, որովհետև դժվար է խաղալ ընդհանրապես, որ ուժեղ խաղացողներ են, ես շատ շուտվանից չեմ խաղացել ու դրա համար էլ դժվարանում եմ էլի մի քիչ, բայց այն անցած ակաունտում Brawl Stars-ի ես ունեի Ֆրենք, որը հանել էի 1070 քանիս և Հայաստանում զբաղեցրել Հայաստանի թոփով, զբաղեցրել էի մոտավորապես 30 տեղերը, 30-ական տեղեր էլի։ Հիմա անցած խաղը կրեցինք, նորից մի քանի անգամ սրանով խաղանք, կարող է խաղացողը փոխեմ, բայց այսօր ինձ թվում է ես ուզում եմ փորձեմ մի քիչ Նանիին ուժեղացնել։ Եթե կուզեք, որ Նանիին շարունակենք ուժեղացնել, ապա լայքեր դրեք, ավելի ճիշտ կոմենտներում գրեք, իսկ եթե ուրիշ խաղացող կամ ընկերներիս հետ փորձեմ Բարլիին ուժեղացնել, ապա կոմենտներում դա գրեք։ Հիմա ես այստեղ սպանեցի, եկել եմ կենտրոն, որ սրանք խփեմ։ Այնտեղից մոտենում է բանը։ Օ, սխալ տեղ արիմ։ Փախի։ Իզուր։
երրորդ տեղ։ Այն ընդհանրապես խաղալ չգիտեն, որ ասեմ գոնե մի քիչ խաղալ գիտեն։ Սխալ կասեմ։ Որտեղ ընդհանրապես խաղալ չեն կարող։ Որովհետև դեմն է խաղացողը ինքը ոչ թե փախնի, որ ինքը կյանք չունի։ Իր մոտ ինքը փախնելու տեղը ուղղակի սկսում է իրանց խփել ու մահանում։ Իմաստը դրան։ Խաղացող չեն։ Ինչ ասեմ։ Դες առաջ պահերը արդեն այդպես թույլ են լինելու, բայց հետո արդեն կուժեղանան խաղացողները իհարկե։ Որովհետև ինչքան շատ է կուբոկները, այնքան կարելի ասել լուրջ են խաղացողները, որովհետև իրանց կուբոկներն էլ, իրանց գավաթներն էլ արդեն բարձր տալի խաղը։ Եվ մնացինք ստեղ 1-1, այլիշտ մեր թիմը եւ ուրիշի թիմը եւ եւ խփինք, այս ինչ ծուրար եմ, բայց գրեցինք էլ լավ էր։ Էպիչսկի ընդհանրապես ոչի բան չի տալի, ինչ ասեմ։ Ես նանին չեմ հիշում է։ Հա, ճիշտ է, կրեդիտներով եմ հանել նանին։ Վարկերով, ասենց ասած։ Այդ վարկերով եմ հանել։ Դե դժվար է իհարկե օրինակ նանին ես առաջի անգամ որ քաշել էի ընդհանրապես փոքր ժամանակ Brawl Stars, ես իմ ամենասիրած խաղացողը նանին էր, այն ժամանակ հələ կուբոկները կան, ящикները, մեգա ящикները կային ու այնտեղ վարկերը չկային, որպեսզի կարողանայի խաղացող անել, հələ որ այդ վաղ որ ես խաղում էի, դրա համար շատ դժվար էր օրինակ ինչ-որ խաղացող անել, որը դու ուզում ես, իսկ երբ այդ արդեն star drop-ները մտցրին խաղ, նորից չի ստացվում մոտս, բայց այսօր անպայման կսովորենք էսի։ Դժվար է իսկական։ Մի հատ էլ նանի է ստեղ իմ դեմ եւ մահացա ուրիշ նանից, դա շատ վատ է։ Խփի։ Կփորձեմ ժողովուրդ ջան ամեն 2 օրը նոր վիդեոներ հանել, որ հետաքրքիր լինի, այն ժամանակ չէի նկարում, չգիտեմ ինչի, բայց հիմա փորձեմ անել։ Այս խաղն է գրեցինք առաջին տեղ։ Էպիչսկի նորից։ Ու տնանք այս չի երիքում։ Ոչ ինչ։ Արդեն մի քիչ արդեն ոնց որ ուժեղացան խաղացողները, այնպես թույլ խաղացողներ չէին այն ժամանակվա նման։ Արդեն ավելի լավ է դա հաստատ։ Որտեղ օրինակ արդեն ավելի համ հետաքրքիր կդառնա, համ ինձ, համ ձեզ, համ էլ իմ թմակիցները կդառնան ավելի լավ, որովհետև դուք տենում եք ինչ են նրանք անում ուղղակի։ Ոյ, Բարլին ստեղ խփում է ինձի, բայց չի կարում։ Օրինակ նանին այսպիսի մի հատ պլյուս ունի, որ դու օրինակ կարող ես պատի հետևից օրինակ ինչ-որ մեկին խփես, որտեղ օրինակ նայեք, այսպես է պատը։ Ես կարող եմ իրան, ասեք, այսպես խփեմ։ Ինչ կռիսն են, բայց դուք է տեսակ։ Հիմա Բարլին ասում ինձ ասենց ասած ճնշի։ Ոպ։
Այ հիմա արդեն կպամ։ Խփինք։ Всё, սրանը խփինք։ Արդեն մի քիչ ոնց որ ուզում են, արդեն ոնց որ ոչ թե ուզում են, այլ ուժեղացան արդեն խաղացողները, այսինքն իմ թմակիցները, հակառակորդները մի քիչ ուժեղացան, բայց իմ թմակիցները նույնը մնացին։ Թե նույնը չէ, բայց մի քիչ կարելի ասել level բարձրացրեցին։ Օրինակ երկրորդ ակաունտից արդեն երկրորդ անգամ սկսեցի խաղալ, վերսկսեցի խաղալ Brawl Stars, այնտեղ ես սիրած խաղացողը, ասենց ասած, որ բարձրացրեցի այդ ֆրանկները, ասացի արդեն 1070 քանի եմ հանել ու Հայաստանի այդ բանով էի բաղացրել, այդ վաղ ֆրանկով բանացի, հիմա որ սկսեցի Հիմա որ արդեն սկսեցի, Բարլին արդեն ինձ դուր եկավ, այդքան հանեցի արդեն։ Սկզբում ուզում էի էլի ֆրանկ փոխել, բայց արդեն Բարլիս հասել էր 300 ու արդեն, ասենց ասած, ուշ էր։ Կարելի ասել։ Դրա համար էլ չփոխեցի էլ արդեն։ Ոնց կպամ։ Ուղղակի կրակեցի, բայց կպամ։ Ուզում եմ, որ էլի հետը խաղանք, դե իհարկե սկսեմ, որ ուրախանա, ասենց ասած։ Բայց Warren-ը չի ուզում շարունակի։ Համեն ժողովուրդ ջան, գրեք կոմենտներում, եթե բաց է, էլի, չգիտեմ, ես օրինակ նշեցի, որ բաց լինի, ինքը էլի բաց չթողեց անցած վիդեոյում, էլի, որ ես գցել էի այդ խաղը ֆուտբոլի, էլի կոմենտները ես ունեցի արել որ բերի, բայց էլի չի բերի։ Կոմենտներում, բայց եթե բերի կոմենտները, ուրեմն անպայման գրեք, թե ինչ վիդեո օրինակ, ինչի մասին նկարեմ։ Այստեղ Ֆրանկ ուզում է սպանիշելին ու սպանեց։ Հաջող։ Այստեղ խփեցին գոլ, դե բանկը կա։ Զարմանալի է, որ ոչ մեկ չի խփել բանկին, չի վերցել, բայց ավելի լավ մեր համար մենք կվերցնենք։ Ու համեք կոմենտներում գրեք ժողովուրդ ջան, դե որն է ձեր օրինակ սիրած խաղացողը։ Օրինակ հիմա Բարլինը։ Օй, խփին սաղ։ Պես ինքներ իսկական։ Ես ասեմ ես ինք չէր։ Ես տես մտածեցի։ Մենք է պարտվեցինք։ Ինքը տենց եկա, ոնց որ ինքը չլինել։ Օ 1000 հիմա շատ է, հիմա ես այդքան հավաքում եմ, որովհետև հլը ինչ-որ բաներ չեմ անում այդ կոպեկներով։ Հլը որ տես կոպեկ չի, բայց երբ որ օրինակ ինչ-որ խաղացող զնեմ բարձրացնեմ, անպայման պետք է։ Օй, սիրուն սկինը։ Շատ սիրուն սկինը։ Նստե հիմա Մաքս ուզում է գա փովայ կախեց մոտս։ Սաղովի կն հական վրես է։ Ահա, այսեց ուր գնաց շվատներ։ Շվատ խաղը։
Ռաունդ էլի ոչ թե խաղ։ Ստիկը պաշտպանելով գալիս է։ Հույս ճարիմ ես։ Խփեք պրոստը։ Դե։ Ապա շուտ ասեք, ես գնում եմ եսի մոտ։ Всё, հաղթեցինք։ Ես ուզում էլի ես Մեգի հետ խաղամ։ Դե լավ խաղացող էր։ Համաձայն ես չէ իմ մոտ ոչ բան ցույց չտվեց։ Հա, նորից հատուվ է խաղալ։ Երևի էսը խաղանք ու վերջացնենք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, անպայման լայքեք այս վիդեոն։ Դե ձեզ համար ուղղակի մի վարքյան է ու ինձ դա ջերմություն է տալի։ Թարապես բլոգերները գիտեն, որ օրեսի ճարին։ Ընդհանրապես բլոգերները գիտեն, եթե լայք ես դնում կամ շատ դիտորդներ ես ունենում քո վիդեոն, ուրեմն շատ լավ ես զգում քեզի։ Բոլոր բլոգերներն է դա տեսել են, եթե օրինակ ինչ-որ վիդեոն քո շատ լայքեր է հավաքել, այսինքն մարդկանց դուր է եկել, քեզ դա շատ է ջերմանում։ Մնացինք 1-1։ Եթե ես ծնվեմ, կարամ օրինակ ես իմ ռոբոտով տանեմ խփեմ իրենց։ Օրսի ճարեց։ Всё, խփինք, հաղթեցինք։ Դրանք ինչ կա հիմա բացելու, եթե չկա։ Չկա։ Ուրեմն ժողովուրդ ջան, այսօր ձեր հետ էր Զիֆը։ Այսօր վերջացրինք այսքանով։ Մի քիչ կարճ տևեց վիդեոն, բայց հիմա այսքան է։ Անպայման լայքեք այս վիդեոն, բաժանորդագրվեք եւ կոմենտներ գրեք եւ նաեւ կիսվեք այս տեսահոլովակով ձեր ընկերների հետ։ Այսօր մենք վերջացրեցինք, բոլորին հաջողություն։